Ապրիլի 18-ին ձերբակալվել է Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի 70-ամյա մարզիչ Ս.Ս.-ն։ Պարզվում է Գյումրու բուհերից մեկի ուսանողուհին ոստիկանությանը հայտնել է, որ հունվար ամսից տվյալ մարզիչը մինչ օրս Գյումրի քաղաքի տարբեր վայրերում պարբերաբար հանդիպելով իրեն պահանջել է հետ վերադառնալ մարզումների, սակայն ըստ բողոքավորի մերժում ստանալով մարզիչը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել, որ կսպանի իրեն կամ կգցի ավտոմեքենայի տակ։ Եվ մինչ ոստիկանությունը կազմված փաստաթղթերն ուղարկում էր Շիրակի մարզային քննչական վարչություն, Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձախից մեծ ոլորտի միջային կոճի փակ ներհրված կոտրված բեկորների տեղաշարժով ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 66-ամյա Ս.Խ.-ին Թոշակառու այս կինը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածք ստացել է իր տնակում վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով։ Նա նշել է, որ Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչը առանց պատճառաբանության սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել թոռան եւ դստեր հասցեին, որը նյարդայնացրել է իրեն, ինքը հրել է մարզիչին, մարզիչն էլ իրեն։ Արդյունքում վայր է ընկել ու ստացել վնասվածք։ Մարզիչը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են ու տեղափոխել Շիրակի մարզային քննչական վարչություն։